Բարի սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի եկած եք անգամ եւս դերոջ ներկայության մեջ։ Հուսամ լավ եք բոլորը հանգիստ եք այս արավոտ։ Փառքը Աստծո անգամ եւս մեզի արիտ տվավ, չէ՞։ Անգամ եւս շունչ տվավ, կյանք տվավ, զորություն տվավ, որովհետեւ անգամ եւս միասնապար դերը ճաշտենք եւ փառավորենք, չէ՞։ Փառք Աստծո դեր։ Փառքը միան իրեն գվայել է։ Հadouk բարևի խոսք մեր Facebook-ի հետևողներուն Շնորհակալ ենք ձեր ասենք ներկայության հերոյան ուրդեղեն որ գտիդեք այսօր դերոջը խոսքը ցեզի հասնի եւ ցեզի ալորտնությունը ամեն հալելույա սենա այսօր հատկանշական օր է չէ բոլորս գիտենք Պենտեկոստեի գիրագին է այսօր շատ կարեւոր հատկանշական իրողություն մնա ասիգա քրիստոնեական պատմության մեջ իրականության մեջ այսօր դարեթարց է գրնան գսել գիտեք շատ անգամ մենք դարեթարց կդոնենք չէ մի եղբորը քրոջ մը դարեթարցելա Գտոնենք այսօր իրականության մեջ դարեթարց է այսօր եկեղեցին դարեթարցն է սիրելներ եկեք այդպես այսօր դիտենք այսօրը գիտեք Քրիստոսի ծնունդը ամենամեծ կարևոր ծնունդն էր որ գրված է դերոջ խոսքի մեջ իսկ անոր հաջորդողը եկեղեցվո ծնունդն է եւ այսօր շատ կարևոր իրողությունն է որ պատմության մեջ կդարվեցավ եւ ամբողջ մեր կյանքերը փոխեց գիտեք այդ պահում որ եկեղեցին ծնավ սիրելներ Ազո թակավորությունը սկսավ հարցագել մարդկության վրա եւ քրավել մարդոց սրտերը, մարդոց կյանքերը։ Եվ պատմությունը հոնդերեն փոխվեցավ։ Ազո թակավորությունը սկսավ դարածվելու։ Քրիստոսը սկսավ դարածվելու։ Մարդիկ սկսան դերոջը ընդունելու։ Երկինքը սկսավ լեցվելու։ Հետաքրքրական է, չէ՞։ Մեկ իրողությունը ամբողջ պատմությունը փոխեց մարդոց։ Փառք Աստծո այն օրվան համար։ Փառք Աստծո Պենտեկոստեին համար սիրելիներ, որ Սուրբ Հոգին եկավ եւ իջավ աշակերտներուն վրա։ Գիտեք ինչ մեծ շնորհք է Սուրբ Հոգին։ Մեզի դրված։ Ինչ հրաշալի բարգեւը դերոջմեն։ Համաձայն եք։ Գիտեք այսօր գուզեմ Սուրբ Հոգիի մասին խոսել։ Ովքեր գսեն արժանի է այսօր զինք պաշտելու, իր մասին խոսելու, իսկապես իր պատճառով է, որ մենք ինչ որ ենք այսօր, ամեն, գիտեք, չեմ գիտեք է գիշեք ասկե, ամիսներ առաջ է Սուրբ Հոգիի մասին խոսեցա, հիմնական օրեն Սուրբ Հոգին փնության մասին խոսեցա, և երկու բաներ հիշեցի, արդյոք մեկ հիշե, երկու կարևոր փնույթներ, որ Սուրբ Հոգին ունի, մեկը հիշող, Առաջինը հիշեցինք, որ Սուրբ Հոգին Աստված է եւ փաստեցինք Սուրբ Գիրքեն, թե ինչ հատկություններ ունի Սուրբ Հոգին, որ զինք Աստված գնե։ Եվ հիմնական 4 բաներ հիշեցինք։ Սուրբ Հոգին հավիտենական է, ասենք Սուրբ Հոգին ամենակարող է, ամեն բան կարող է։ Սուրբ Հոգին ամենակետ է, ամեն բան գիտե։ Եվ Սուրբ Հոգին ամենուրեք է, ամեն տեղ է։ Ինչպես Դավիթ կսե ուր փախչիմ քո հոգի հետ եթե երկինք ելնեմ տուն հոնես կսե եթե դժոխք քիշնեմ տուն հոնես սո դեսանք ինչպես Սուրբ Հոգին Աստված էր եւ երկրորդ կարևոր բանը որ դեսանք որ Սուրբ Հոգին անձեր եթե գիշեք խոսեցանք իր անձնավորության հատկություններու մասին թե անիկա նախ ինչ է ինչ ունի գամք ունի մեզի պես կորոշե գիտեք ինք որոշեց օրինակ Բողոս եւ Բարնաբաս որբեսի ծառայության երթան Սուրբ Հոգին գամք ուներ որ գորոշեր Սուրբ Հոգին միտք ուներ իր խորհուրդները գփոխանակեր երբ առաքյալները ժողովին ստան Երուսաղեմի մեջ գսե Սուրբ Հոգին հաճելի թվեցավ որ հեթանոսներեն դարձածներուն վրա ավելի փեր չի տնել որբեսը Սուրբ Հոգին իրենց հետ նստած ժողովի եւ իր խորհուրդները գփոխանակեր ինչու որտեղ ինք անցեր եւ երրորդը ասենք որ Սուրբ Հոգին սկացումներ ունի Ինչպես մենք որպես անձնավորություն եւ անորոմալ Սուրբ Գիրքը ինչ կսե մի դրտմեցնենք Սուրբ Հոգին Անիգա գդրտմի գխրչի գվիրավորվի որպես անձ ամեն So այսօր վրա գետրոնացանք եւ այսօր կուզեմ գետրոնանալ Սուրբ Հոգին թերի մասին ինչ է իր թերը մեր կյանքի մեջ Դեսանք իր բնությունը եւ այսօր պիտի խոսենք իր թերի մասին իր կուրձունայության մասին His role Ինչ է իր թերը մեր կյանքի մեջ Այսօր ասենք ընդհանուր հայացք մնացենք սիրելիներ Գիտեք Սուրբ Հոգին մեր հոգևոր
ասենք հանգրվանի մեջ, հոգևոր ճամփորդության մեջ առաջին օրն մեծ թեր ուներ։ Եվ առաջինը ինչ է սիրելիներ, վերստին ծնունդ։ Գիտեք, վերստին ծնունդը սկանչելի հրաշք մնե, որ կատարվեցավ մեր կյանքի մեջ։ Անիկա հոգևոր իրողություն մնե, որ մենք կարող չենք բացատրել մարդկային բառերով։ Գիտեք, բնական ծնունդը եթե ուզես բացատրել, գրնաս, կտեսնես, գիտես ինչպես կլա, բայց հոգևոր ծնունդը իրականության մեջ դժվար է բացատրել, թե ինչ կբադայի հոգևոր աշխարհի մեջ, երբ մեկը վերստին ծնունդ կունենա, համաձայն եք։ Բայց մեկ բան գիտենք սիրելիներ, որ Սուրբ Հոգին ինքն էր, որ մեզ վերստին ծնունդ տվավ։ Հովաննու 3-րդ գլխում մեջ կսե 5-րդ եւ 6-րդ ճշմարիտ կսեմ, ասի Հիսուս է խոսողը, ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդ մչուրեն ու հոգիեն չծանանի, չի գնար Աստծո թագավորությունը մտնել։ Մարմինեն ծնածը մարմին է ու հոգիեն ծնածը հոգի է։ Շատ հստակ կտեսնենք սիրելիներ, որ Սուրբ Հոգիեն մենք ծնանք։ Եվ Սուրբ Հոգին սիրելիներ, այնինչ որ քերբնական հոգի է, միանին կարող է գդարել այնինչ որ քերբնական է, որը մեր վերստին ծնունդը բնական բան չէր։ Այո, մենք մեր հավատքը դրինք, մենք խոնարհեցանք Տերոջ առջև, խոստովանեցանք, բայց վերստին ծնունդը անոր կորձներ մեր մեջ։ Անիկա եկավ մեր մեջ կյանք տվավ։ Խոսքը գսե քիրը գսպաննե, բայց հոգին գենթանի գնե։ Սո գենթանություն դվողը նույն ինքն Սուրբ Հոգին է։ Ամեն։ Ինչպես Ադամի մեջ ասված իր շունչը բծեց եւ կյանք տվավ, նույնպես Սուրբ Հոգին մեզի կյանք տվավ, երբ մենք Տերոջ առջև խոնարհեցանք եւ Քրիստոսը ընդունեցինք։ Անորոմա առաջին մեր հոգևոր ճամփորդությանն Սուրբ Հոգին մեծ թեր ունի մեր կյանքի մեջ, որովհետեւ իրմով ծնանք։ Գիտեք, հետաքրքրականը, երբ փրկության ծրագիրի մասին մտածենք, կտեսնենք, որ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեծ թեր ունին։ Հայրը ծրագրեց փրկության ծրագիրը։ Որդին գդարեց քաչին վրա եւ Սուրբ Հոգին իրակորձեց մեր կյանքի մեջ։ Շատ հետաքրքրական է, որ ինչպես անոնք միասնապար ծրագրեցին եւ ամեն մեկը իր թերը գդարեց։ Ինչպես Հայրը ծրագրեց, Որդին գդարեց, իսկ Սուրբ Հոգին իրակորձեց։ Activation. Ամեն։ Եվ գիտեք, շատ անգամ, երբ նոր դարձող հավատացյալը եւ Հիսուսի մասին գլսե օրինակ, եւ գտարնա, գնալ ինքը Սուրբ Հոգին չգիտեր իր մտքով եւ հասկացությամբ, բայց իր փորձարապար գիտե։ Իր հոգին գճանչնա Սուրբ Հոգին, բայց ինքը գնալ միտքով չգիտեր։ Եվ երբ եկեղեցի հաջախը եւ լսե Սուրբ Հոգի մասին, պիտի սկսի ծանոթանալու։ Շատ գեղեցիկ բան մնավ սիրելիներ, շատ անգամ մենք հոգևոր փորձառություն ունենանք, բայց մեր հասկացողությունը չգիտեր։ Յետքը երբ կսորվենք, այն ադեն կսկսենք ճանչնալու։ Եվ վերստին ծնունդը այն իրողությունները մեկն է, որ մենք Սուրբ Հոգին փորձառապար գվայելենք, բայց գրնալ միտքով դակավին չենք ճանչնար։ Ամեն։ Սո առաջին վերստին ծնունդ սիրելիներ։ Երկրորդ թերը մեր կյանքի մեջ զորություն։ Մեզ ինչ կուտա։ Զորություն կուտա։ Երբ տվավ զորություն առաքյալներուն Պենտեկոստեի օրը, ճիշտ այս օրվա պես 2000 տարիներ առաջ սիրելիներ, Հիսուսը ասավ, բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ադենը ինչ պիտի առնեք։ Զորություն պիտի առնեք։ Ու ինձի համար վկաներ պիտի ելաք Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչեւ երկրին ծայրերը։ Ուրեմն Սուրբ Հոգին եկավ զորություն տալու եւ ինչու զորություն տվավ։ Վկաներ լալու։ Ասի մեր գոչունն է սիրելիներ։ Քրիստոսի վկաները լալու այս երկրի մեջ։ Եվ որբեսի մենք վկա ալանք, Սուրբ Հոգին զորության պետք ունենք։ Եվ ինչու պետք ունենք սիրելիներ, որովհետև մեր առջև հստակ կտեսնենք, թե առաքյալները ինչ վիճակի մեջ էին, առաջ որ Սուրբ Հոգիով լեցվին, եւ ինչ վիճակի դարձան, երբ որ Սուրբ Հոգիով լեցվեցան։ Ինչպես Նարեկը հիշեց, երբ Հիսուս մահացավ, անոնք Հիսուս մեռավ, անոնք ծիրուցան եղան։ Անոնք կացին եւ իրենց սկսե փակ թռներու մեջ գտնելով վախի սարսափի մեջ էին, չեն գիտեր ինչ պիտենան։ Իրենց մարմնավոր բնությունը չեր արտոներ իրենց, որբեսի իրենք գարենան այդ իրենց գոչումը գդարեին։ Չեն գրնար։
վախերով շրջապատված, դարագուսանքներով շրջապատված կարող չէին այն գոչումը գադարել, որ Հիսուս քիչ է առաջ իրենց ասավ, քացեք եւ բոլոր ասկերը կարոզեցեք, չէ՞։ Անոնք ինչ պետք ունեն սիրելներ, Սուրբ Հոգին զորությանը։ Երբ որ դգար ենք սիրելներ եւ քերբնական միջամտության պետք ունենք մեր կյանքի մեջ, մեկ պատասխան ունենք Սուրբ Հոգին։ Միան ինքն է, որ գտնա մեզ զորացնելու այնինչ, որ մենք մեր բնությամբ կարող չենք գնելու։ Եվ անորամար Բենդեգոստեի օրը Սուրբ Հոգին եկավ եւ անոնց լեցուց զորությունով։ Եվ այդ զորության արդյունքը ինչ էր սիրելներ։ Նախ համարձակությամբ սկսան կարոզել, չէ՞։ Այն վախկոտ առաքյալները սկսան քաչ օրեն Քրիստոսը կարոզել։ Ինչ սկանչելի բդուղմն է սիրելներ։ Համարձակությամբ Տերոջը խոսքը խոսեցան։ Անոնց հոգիներն սկսավ գենթանի ջուրի կհետեր փոխել սիրելներ։ Անոնք որոնք գբաբանցեին չէին գիտեր ինչ պիտեսեն հիմա գոհսեր իրենց շրտներեն Աստծո խոսքը Քրիստոսի վկայությունը Քրիստոսի ավետարանը սիրելներ։ Ահա ասիկ այս է որ այն զորությունը կգադարել։ Եվ ոչ թե միան այս մեկը, այլ նաև հրաշքներ եւ նշանները սկսավ գդարվել անոնց կյանքի մեջ։ Այն զորությունը, որը սկսավ իրենց մեջ ներկործել, իրենց միջոցով սկսավ նշաններ եւ հրաշքներ անել։ Եվ գիտենք ինչպես Բենդեգոստեի օրը առաջին արդեն նշանը, որ անոնք սկսան լեզուներով խոսել եւ մարդիկ սկսան իրենց լեզուով լսել Աստծո խոսքը։ Եվ ոչ թե միան անիկս է սասկաշունչ ցայնը լսվեցավ եւ Սուրբ Հոգին իջավ եւ գսե մարդիկ լսեցին եւ հավաքվեցան։ Գիտեք նշաններուն մեծ ասենք հիմնական պատճառը ինչ է մարդոց ուշադրությունը գրավել Աստծո եւ Քրիստոսի։ Ինչպես ջամփու նշանները մեզի ուղղություն կտան, թե ինչ պիտենենք, քերբնական նշանները, որ Սուրբ Հոգին գնել մեր միջոցով, անոնք ուղղություն կտան մարդոց, ուշադրությունն կգրավեն, որբեսի լսեն Աստծո խոսքը եւ փրկվին։ Այո։ Եվ անոնց նշանները շարունակվեցավ բժշկություններով, հրաշքներով, չէ՞։ Մի քանի գլուխ վերջ երբ կգարտանք կգտեսենք, որ երբ գաղութային դեղը շարժեցավ գսե։ Սկանչելի բաներ կգադարվեր։ Ոչ թե միայն իրենց միջոցով, նաև իրենց շուրջը մթնոլորտի մեջ հրաշքներ եւ նշաններ կգադարվեր սիրներ։ Ասիկա միան Սուրբ Հոգին զորությունն է եւ էջքն է որ գադարեց, որ այսօր մեզ մեր յուրաքանչյուրը ունենք եւ կարող ենք լեցվելու եւ ունենալու։ Ամեն։ Եվ ոչ թե միան հրաշքներ սիրելներ, այլ այն զորությունը, որ իրենց մեջ կործեց, իրենց օգնեց, որբեսի անոնք թիմակրավեն ամեն դժվարություն եւ հալածանք։ Հիսուս գիտեր, որ անոնք հալածանք պիտի գրեին եւ անոնք զորությամբ պետք ունեին սիրելներ։ Անոնք ինչպես հիշեցի, իրենց բնությամբ կարող չէին սիրելներ, որտեվ եւ վախը եւ սապը բادر անոնք պիտի թատրեին։ Եվ անորամար կորձ արաքելոջի մեջ նայեցեք շատ քեղեցիկ աղոթք մգնեն, ասիկա մի քանի գլուխներ վեճ կսե եւ հիմա ով դեր նայե անոնց սպառնալիքները։ Ու շնոր կրետ զարաներուտ, որբեսի բոլոր համարձակությունով քու խոսքդ խոսինք։ Քու ցերկդ երգնցնելով բժշկելու եւ քու Սուրբ Որդիիդ Հիսուսին անունովը նշաններ ու հրաշքներ կդարվին։ Երբ անոնք աղոթք գրին շարժեցավ այն դեղը, ուր հավաքված էին եւ ամենքը Սուրբ Հոգիով լեցվեցան ու Աստծո խոսքը համարձակ կխոսեին։ Ինչ սկանչելի է սիրելիներ։ Գիտեք անոնց սիրտը ինչ էր։ Դեր չլա որ մենք վախի մեջ իդ քաշվենք։ Չլա որ անոնց սարսափը, անոնց սպառնալիքները մեզ իդ քաշեն, ոչ։ Մենք կուզենք շարունակել հավատքով, զորությունով եւ համարձակությունով խոսքդ խոսելու։ Եվ ճիշտ այն էր որ գդարվեցավ սիրներ, երբ լեցվեցան անգամ մի եւս, ուրեմն մեկ անգամ չի լեցվեցան։ Մի քանի միշտ կլեցվեին աշակերտները։ Գսե խոսքը համարձակությունով խոսեցան։ Անորոման երբ Սուրբ Հոգիով գլեցվիս, անո զորությունը քեզի գուտա այն ասենք զորությունը, որով դու կարող ես խոսելու նույնիսկ երբ հալածանք կրես։ Որտեւ ամեն վախ կետինգին ասիրներ։ Անոնց հոգին շունչը մարմինը զորությամբ լեցված էր։ Նույնիսկ անոնց մարմինները սիրներ։ Գիտեք Բողոս արաքյալ գսե 5 անգամ 41 բագաս ձեծված էր։
քարգոծված էր։ Բնական մարմինը գրնա թիմանալ չեմ կարծեր։ Երևակայեցեք քարգոծված էր եւ մերածի պես էր, ցկեցին իրեն։ Իդ գսեի աշակերտները եկան, գսեի ոդկի ելավ եւ կարծեմ քաղաք մտավ։ Ասի ինչպես կարող է սիրեներ միան Սուրբ Հոգին զորությամբ, որպեսզի կարողանային թիմակրավել ամեն տեսակի հալածանք, ֆիզիկական, հոգեգան, հոգևոր ամեն տեսակետով։ Ամեն։ Ուրեմն այն զորությունը, որ դրվեցավ սիրելներ, իրենց տվավ համարձակություն, իրենց տվավ գենթանի խոսքը, իրենց տվավ հրաշքներ եւ նշաններ եւ զորություն թիմակրավելու։ Երրորդ սիրելներ, Սուրբ Հոգին թերը մեր կյանքի մեջ ինչ է գիտեք, մեզ բարգեւներով գլեցնե։ Սուրբ Հոգին արադացերն Աստված է։ Եվ առաջին Կորինթացիս 13-րդ գլխում մեջ կսե այս ամենը միևնույն Հոգին կներկործե եւ ամեն մեկուն զատ կբաժնե ինչպես կուզե։ Սուրբ գիտեք Աստված կամ ասեմ ավելի ճիշտ է Հիսուս եկեղեցվո գլուխն էր։ Եվ Սուրբ Հոգին եկեղեցվո առաջնորդն է, մենեջերն է։ Ինք կդնորին է ժողովուրդը թե ամեն մարդ ինչ պիտի անե, ուր է մարդոց տեղը, ուր է քու տեղը եկեղեցվո մեջ։ Եվ հետևաբար գորոշե թե ինչ բարգև պիտի դա քեզի, որպեսզի ցուն գարենաս բաժին բերել։ Ինչ քեղեցիկ է, չէ՞։ Գիտեք նշանները ավելի ավետարանչության համար էին, որպեսզի անհավատներ Քրիստոսի հավատան։ Իսկ բարգևները ավելի դերոջը ժողովրդին համար է։ Եվ ինչ է անոր նպատակը։ Նայեցեք ինչ է անոր նպատակը։ Մինչև ամենքս էլ հասնենք հավատքին ու Աստծո որդին ճանչնալու միապանությանը, գադարյալ մարդ ըլլալու Քրիստոսի լման հասակին չափ ունենալու։ Եփեսացիս 4:13։ So բարգևներու նպատակը ինչ է սիրելներ, Քրիստոսի հասակին հասնելու համար։ Աստված յուրաքանչյուրիս բարգև տվավ։ Եվ անիկա գնալ բնական բարգևներ, ինչպես ուսուցանել, երգել, ծառայել, գարավարել, դալ, չէ, քաչալերել, շատ էլ քաչալերելու բարգև ունին։ Եվ քերբնական բարգևներ, մարգարեություն, հրաշագործություն, ամեն, լեզուներ, բժշկություն, այս բոլորը ինչու տվավ սիրելներ, որպեսզի մենք իրարու ծառայենք։ Անիկա չի տվավ, որպեսզի մենք մեր անձերը փաստենք, չտվավ, որպեսզի մեր թակավորություն հիմնենք այս աշխարհի մեջ, այլ որպեսզի Աստծո թակավորություն հիմնենք, որպեսզի իրարու ծառայենք, որտեվ ցուն փամ ունիս, որ ես կարիք ունիմ, ես փամ ունիմ, որ ցուն կարիք ունիս։ Եվ եթե մենք յուրաքանչյուրս ճանչնանք սիրելիներ, մեր բարգևը եւ կօգտագործենք Աստծո եկեղեցին գաջի Քրիստոսի հասակին հասնելու։ Ամեն։ Այսօր նայր քո անցիդ, արդյոք կճանչնաս ինչ է քո բարգևը, գիտես ինչու կանչված ես։ Եվ եթե չես գիտեր այսօր հարցուր, դերը Սուրբ Հոգին քեզի բարգև մտված է, որպեսզի դու օգտագործես։ Կարևոր չէ փեմին վրա լա այդ բարգևը։ Երբեք։ Դու փամ ունիս, որ քո գողքինդ պետք ունի։ Եվ այսօր հարցուր դերոջը, Սուրբ Հոգի ինչ է այն բարգևը, որ ինձ տված է։ Ամեն։ Ուրեմն երրորդ բարգևներն են։ Եվ չորրորդ սիրելներ, անիկա մեր առաջնորդն է։ Հիսուս մեր առաջնորդն էր, անիկա առաջնորդեց եւ մեզ ուրիշ առաջնորդ մտավ։ Եվ Հովանու 16:13-ի մեջ կսե. Իսկ երբ ինքը ճշմարտության հոգին կա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ցեզ։ Վասնզի ոչ թե ինքն իր մե պիտի խոսի, հապա ինչ որ լսե, զայն պիտի խոսի ու քալիք բաները ցեզի պիտի պատմե։ Ուրեմն Սուրբ Հոգին առաջնորդ է մեզի սիրելներ։ Ուր առաջնորդ է մեզի ամեն ճշմարտության առաջնորդ է։ Գիտեք, յանքի մեջ ճշմարտությունը այն է, որ դու ճանչնաս Աստված եւ ճանչնաս քո անձդ։ Եվ Սուրբ Հոգին, որ կգրե Աստծո բնությունը, անիկա մեզ կճանչնե Աստծո։ Երբ կմոտենանք, երբ իր ներկայության մեջ կգենանք սիրելներ, անիկա մեզ կհայտնե Աստծո խորին բաները, որոնք մենք չենք գիտեր, որ աշխարհ չգիտեր։ Անիկա Աստծո սիրտը գիտե, Աստծո միտքը գիտե, Աստծո անձնավորությունը գիտե, Աստծո ճամփաները գիտե, չէ՞։ Եվ անիկա գուզե մեծ ճանչցնել։ Եվ ոչ թե միան Աստված սիրելն անիկա մեր անձերը մեծ կճանչցնե։ Թե ով ենք մենք։ Մեր ներքին աշխարհի մեջ ինչ կա։ Ինչ խավար բաներ կան, ինչ տգարություններ կան։
Ինչ բաներ կան, որոնք ինք կուզե կործածել եւ ինչ բաներ կան ինք կուզե խլել մեզ։ Միան Սուրբ Օքին է որ գահիտնի։ Եվ նորմալ ինքն է մեր առաջնորդը սիրելներ։ Մեզ գարաչնորդ է դերոջը ճանչնալու, մեր անձերը ճանչնալու։ Եվ ոչ թե միան այն գսե քալիկ բաները ցեզի ցույց պիտա, ինչ հետաքրքրական է։ Թե Սուրբ Օքին մեզի գահիտնի քալիկ բաները։ Անիգա գնալ Աստծո ընդհանուր ծրագիրի մասին, թե ինչ պիտի լա աշխարհի մեջ։ Եկող օրերու մասին, վերջին օրերու մասին եւ Աստծո հadoop ծրագիրին քու յանքին մեջ, թե ինչ պիտի լա։ Ինչ հետաքրքրական է, գիտեք։ Եվ մենք կտեսնենք Աստծո խոսքի մեջ, որ Հիսուս Բողոս Սարաքյա շատ անգամ առաջնորդվեցան Սուրբ Օքին։ Գսես Սուրբ Օքին Հիսուսի առաջնորդեց անաբատ երթալու, փորձվելու։ Գարաչնորդեր ինքը Բողոս Սարաքյալ շատ տեղեր գավ քնած Սուրբ Օքին առաջնորդված։ Սուրբ Օքին իրեն գահիթներ ինչ պիտի գադարվեր։ Դեղեր գար արքիլեց իրեն երթալու։ Իրեն գահիթներ ինչ պիտի լար, քալիկ բաները։ Սուրբ Օքին սերեն մեր առաջնորդն է, որ մեզ ցույց կտա ճշմարտությունը եւ մեզի քալիկ բաներու մասին ցույց կտա։ Մեզի կբահե չարեն եւ գարաշնորթե Աստծո ճշմարիտ ճամփաներու մեջ։ Ամեն։ Անիգա մեր առաջնորդն է սիրելներ։ Փառքը լանոր համար։ 5-րդ սիրելներ։ Անիգա մեզ գսրբացն է։ Նայեցեք առաջին Պետրոսի մեջ ինչ կսե։ Առաջին Պետրոս առաջին երկու գլուխներում մեջ կսե դուք ընդրված եք հոր Աստծո կանխագիտության համեմատ հոգին սրբացնելով։ Հոգին ինչ կնասիրներ կսրբացնե։ Անիգա սրբացնող հոգի է։ Գիտեք ինչ գոչված է Սուրբ Հոգի։ Ինչու գոչված է Սուրբ Հոգի։ Մենք գիտենք որ Հայրն ալ Սուրբ է, Որդին ալ Սուրբ է, Սուրբ Հոգին ալ Սուրբ է։ Բայց մենք այսօր պետք է գիտնանք որ սրբության պաշտոնը Սուրբ Հոգին դրված է։ Եվ անորոման ինք Սուրբ Հոգին է։ Ինքն է որ մեզ սրբացնե սիրելներ։ Գիտեք մենք կանչված ենք ամեն օր մեր անձերուն մեռնելու, մեր խաչերը գրելու եւ Քրիստոսի հետևելու։ Մեզի դրված է սիրելներ ամեն տեսակի աշխարհային գամուրջներ գդրելու, մեղքը ադելու, մեղքին հերու մնալու, չէ՞, եւ Քրիստոսի հետևելու։ Սակայն սիրելներ Սուրբ Հոգին կորձը գիտեք ինչ է, մեր ներսի աշխարհը փոխելու համար։ Հոնու որ մեր ուժը եւ զորությունը կբացի Սուրբ Հոգին հոնը կորձը։ Որտեղ մենք կարող չենք մեր ներքին իրավիճակները փոխելով համաձայն է։ Ես երբեք անգարող եմ միշտ եւ միշտ։ Եվ ճիշտ հոն է որ Սուրբ Հոգին գուկա եւ կորձե մեր մեջ։ Երբ մենք կխոնարհենք իր արչեւ եւ կխնդրենք իրեն ինքը գուկա եւ մեզ կսրբացնե։ Կբժշկե մեր վերքերը, գազադակրե մեզ ամեն տեսակի գաբանքները եւ մեզ գազադակրե մեղքեն, որ մեզ կծանրացնե սիրելներ։ Եվ ոչ թե միան մեզ գազադակրե եւ կբժշկե, այլ Քրիստոսի բատկերը մեր մեջ կներմուծե։ Գիտեք Աստծո խոսքը գսե եւ Աստծո սերը ծեր սրդերու մեջ տարածված է Սուրբ Հոգին միջոցով, որովհետեւ ինք Աստծո բատկերը կգրե սիրելներ, ինք կարող Աստծո բատկերը մեր մեջ տնելու։ Աստծո սերը, Աստծո քթությունը, Աստծո սիրտը։ Եվ անորոմար Հոգին բդուղը գսե ինչ է։ Սեր եւ գշարունակի անոր ջուղերը։ Սենա Սուրբ Հոգին է, որ մեր սրդերը կմաքրե, այն ասեն կորձողությունը կգադարե։ Գիտեք անիկա կորձողություն է, քերփնական հոգևոր, որ մենք չենք կրնանալ եւ Աստծո փնությունը մեր մեջ կտնե։ Ինչ քեղեցիկ է չէ անոր թերը մեր կյանքի մեջ։ Այսօր գտեսենք ինչ կնե անիկա մեր կյանքի մեջ։ Անիկա սրբացնող հոգին է սիրելներ։ 6-րդ սիրելն անիկա մեր մխիթարիչն է։ Ինչը սա Հիսուս Հովաննու 14-րդ գլխում մեջ 16-րդ համարի մեջ ասավ ես ալ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ պիտի դա ցեզի որբեսի հավիտյան ցեզ հետ բնակի։ Հետաքրքրական է գսե ուրիշ մխիթարիչ։ Ինչու այդպես գսե։ Որտեւ առաջին մխիթարիչը ինքն էր։ Ինքն էր որ գմխիթարեր աշակերտներուն, որտեւ անոնք ամեն ինչ ցկած էին։ Եվ իրենք հետևեին եւ բահեր գարանոնք դգարացան եւ պետք ունեին մխիթարության։ Եվ Հիսուս գիտեր, որ ինք ցկեր, եւ ինք պիտի ցկեր անոնք մինակ պիտի մնային, անոնք ցեզի սավ ուրիշ մխիթարիչ պիտի
Խրգեմ։ Ինչ քեղեցիկ է, չէ՞։ Գիտեք, շատ անգամ բարականերու մեջ կլանք, որ ոչ ուսուցումի պետք ունենք, ոչ առաջնորդության պետք ունենք, ոչ խրադի պետք ունենք։ Մեկ բանի պետք ունենք՝ մխիթարություն։ Համաձայն եք։ Երբ կդգարանաս, երբ վշտացած ես, սիրտը ծանր է։ Մեկ բանի պետք ունես՝ մխիթարություն։ Եվ ճիշտ հոն է, որ Սուրբ Հոգին քերփնական գերբով կմիջամտե մեր մեջ։ Մեզ վերցնելու, մեզ մխիթարելու, մեզ բժշկելու, որովհետեւ մենք անգամ միևս ոտքի գնանք եւ շարունակենք մեր ընթացքը։ Ամեն։ Ինչ քեղեցիկ հատկություն ունի սիրելիներ։ Մխիթարիչ։ Անիկա կմխիթարե մեզ սիրելիներ։ Երբ պետք ունիս, գարիք ունիս անորգան չէ։ Անի է քու լուծումդ։ Շատ անգամ քու գողքինդ նույնիսկ չի գնար քեզ մխիթարել, համաձայն եք։ Կարող չեն սիրելիներ, ոչ թե որովհետև չեն ուզել, այլ կարողությունը չունին։ Բայց Սուրբ Հոգին, որ մեր ներսն է, անիկա գնա մեզ մխիթարել։ Ամեն։ Եվ վերջին թերը սիրելիներ, անիկա մեր բարեխոսն է։ Ամեն։ Հռոմայեցիս 8-րդ գլուխ 26-27-ն այցեք ինչ կսե։ Նույնպես հոգինալ օգնության կհասնի մեր դգարություններուն, քանզի ինչու եւ ինչպես աղոթելու ենք չենք գիտեր։ Բայց ինքը հոգին բարեխոս կլա մեզի համար անփարփար հարաճանքներով։ Եվ սրտերը կնողը գիտե հոգին ինչ խորհիլը, քանզի ազո գամքին համեմատ բարեխոսություն կնե սուրբերուն համար։ Ինչ կնե սիրներ, Սուրբ Հոգին բարեխոսություն կնե սուրբերուն համար։ Գիտեք, բահեր գա, որ մենք չենք գիտեր ինչ պիտի աղոթենք։ Ովքեր եղած են այդ բահին մեջ։ Չես գիտեր ինչ է խնդիրը, որբեսի աղոթես անոր մասին։ Չես գիտեր ինչ է լուծումը, որբեսի անոր մասին աղոթես, չէ՞։ Մարդկային ամբողջ իմաստությունը քեզ գծախողեցնե։ Եվ ճիշտ հոն է, որ Սուրբ Հոգին գուքա։ Գիշեք էսի ուր որ մարդկային կարողությունները կվերջանան եւ քերփնական միջամտության պետք ունենք Սուրբ Հոգին այն ադեմը որ կմիջամտե։ Եվ անորամ շատ անգամ ինք կբարեխոսե մեզի համար։ Ինք գաղոթե մեր դեղ, որովհետև ինք գիտե, ինք Աստված է, ինք ամեն բան գիտե, մեզի փած քիրքի մեծ գիտե, մեր կյանքերը գիտե ամեն բան որ կգադարվի հոգևոր աշխարհի մեջ։ Գիտե խնդիրը, գիտե արմատը, գիտե լուծումը եւ անորմալ ինք կուքա մեզի օգնելու համար։ Երբ մեր բարերը կվերջանան սիրելիներ, եւ մի անգունինք արցունքներ Սուրբ Հոգին գուքա եւ մեզի համար կբարեխոսե։ Եվ գիտեք, այս մեկը նաև Հիսուս կնե մեզի համար։ Ինչ կսե այդ խոսքը։ Կսե անիկա հորը գողքին նստած մեզի համար կբարեխոսե։ Գիտեք, Հիսուս եւ Սուրբ Հոգին միևնույն հատկություններ ունին։ Երկուքը առաջնորդ են, երկուքը մխիթարիչ են, երկուքը բարեխոս են։ Օրմը երևակայած է, որ Սուրբ երրորդության 2/3-ը քեզի համար կբարեխոսե։ Բահմը մտածի անոր մասին։ Աստծո անձնավորության 2/3-ը քեզի համար կբարեխոսե։ Մեկ շարախոս ունես, բայց 2 բարեխոս ունես։ Անորոման այսօր գուզեմ քաչալել քեզի որ դու հաղթական ես։ Նույնիսկ եթե դգար ես, նույնիսկ եթե գսկաս ինգած ես, գիտիր որ Սուրբ Հոգին եւ Հիսուս Քրիստոս քեզի համար կբարեխոսեն հոր արչեւ։ Ամեն։ Այսօր գնանք տեսնել Սուրբ Հոգին ինչպիսի սկանչելի մեկն է սիրներ։ Գիտեք, երբ կպատրաստեի այս պատկամը, չնայած որ ինձ համար նորություններ չեն, բայց գարձես թե անգամ միևս ծանոթացա Սուրբ Հոգին։ Այսպես նոր նորոգությունով, նոր միտքով, նոր հոգիով, նոր ճանաչողությունով իրեն մոտեցա։ Ուրեմն ինչն է անիկա սիրներ։ Առաջին հերթին անով մենք ինչ էինք վերստին ծնանք։ Առաջին օրն անիկա եկավ, մեզ կյանք տվավ։ Մեր մեջ կյանք փչեց սիրելիներ, հիները անցան եւ ամեն բան նոր եղավ։ Մերած էինք եւ կյանքը ստացանք։ Եվ անիկա մեզի զորություն տվավ, որբեսի մեր գոչումի մեջ գարենանք շարունակել վգաները լալու, որբեսի համարձակությունով ծառայելու Քրիստոսի հրաշքներով, նշաններով եւ թիմակրավելու ամեն հալածանք եւ ամեն ճշվարություն։ Անիկա մեզ օժդեց բարգևներով, որբեսի մենք ծառայենք իրարու եւ հասնենք Քրիստոսի հասակին։ Անիկա մեզ եղավ առաջնորդես մեզ ամեն ճշմարտության, ճանչնալու Աստծո խորին բաները, ճանչնալու մեր խորքերը եւ մեզ քալիք բաները ցույց տալու։ Ամեն։ Անիկա եղավ մեզ սրբացնողը, մեզ օրե օր Քրիստոսի նմանելու այն
ասենք ընթացքի մեջն է, մեզ կսրբացնե, կմաքրե եւ Աստծո ասենք բնությունը մեր մեջ կներմուծե։ Անիգա եղավ մեր մխիթարիչը։ Երբ դգարացանք, վշտացանք, անիգա գուկայև մեզ կմխիթարե։ Մեզ կսփոփե, մեր սրտերը կհանգստացնե եւ մեզի խաղաղություն կտա։ Եվ վերջապես անիգա մեր ինչն է։ Մեր բարեխոսն է։ Մեզ համար կբարեխոս է։ Եվ երբ մեր բարերը կբացին, անիգա գավելցնե։ Անիգա կշարունակե։ Ինչ սկանչելի է սիրելիներ։ Այսօր ովքեր պետք ունին Սուրբ Օգնի լեցունության։ Ես կրնամ ինձ ցերկս բարձրացնել։ Այսօր սիրելիներ անոր լեցունության պետք ունենք, որտեղ մեր կյանքի մեջ անոր գարիքը շատ մեծ է սիրելիներ։ Այսօր տեսանք, թե մեր հոգևոր կյանքը անհնարին է ապրել առանց անոր։ Անհնարին է սիրելիներ։ Ամեն մեկ բարակայի մեջ մենք անոր գարիք ունենք։ Եվ այսօր որքան կփնտրենք անոր, որքան մեր սրտերը բացեն անոր ընդունելու։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք սիրելիներ, բահմա ոտքի մեջ լանք։ Այս բահումը մտածե, թե որքան դու գարիք ունես Սուրբ Օգին։ Որքան անոր ներկայության, անոր լեցունության գարիք ունես։ Չեմ գիտեր ինչ բարակայի մեջ ես, բայց այսօր Սուրբ Օգին է քո լուծումը, քո պատասխանը։ Եթե զորության գարիք ունես, եթե մխիթարության գարիք ունես, եթե առաջնորդության գարիք ունես, ինչի որ գարիք ունես, այսօր Սուրբ Օգին է։ Եթե այսօր չես գիտեր ինչ է գոչումը, չես գիտեր ինչ է բարգևներդ, եւ կարող չես ծառայելու, չես գիտեր ինչ պիտենես Տերոջ համար, այսօր ինքն է քո պատասխանը, որ ինքն է որ քեզ գոչում տվավ եւ քեզ բարգևներ տվավ, եւ այսօր պատրաստ է քեզ հայտնելու։ Խոնարհիր այսօր անոր առջև։ Եթե պետք է լա խոստովանիր այսօր։ Խնդրե եւ անիգա քեզի պիտի հայտնե։ Խնդրե անոր լեցունությունը այսօր։ Այո դեր քո առջևդ կեցած ենք այսօր եւ քեզի փառք կտանք Սուրբ Օգին համար։ Շնորհակալ ենք դեր որ դու լեցուցիր մեզի քո հոգիովդ, քո ներկայությունովդ, հավիդյանս հավիդենից գնքեցիր մեզ քո հոգիովդ։ Փառք քեզի դեր Պենտեկոստեին համար դեր։ Այսօր անգամ եւս քո առջևդ գնալով կխնդրենք դեր լեցուր մեզ։ Յուրաքանչյուրս դեր Հիսուսի անունով հոգիդ գրագ այսօր իջեցուր մեր մեջ։ Հոգիդ լեցունությունը եկուր եւ այսօր մեր մեջ դեր քրավե դեր։ Մեր սիրտերը քրավե այսօր։ Մեր հոգիները քրավե, մեր միտքը քրավե։ Մեր ամբողջ էությունը, մեր կյանքը եկուր եւ այսօր քրավե հոգիովդ։ Չլա որ ոչ մեկ մասնիկ մը դեր անոր չվերապերի, անոր չպատկանի, այսօր ամբողջությամբ կուզենք սուզվել քո հոգիիդ մեջ դեր, որտեվ տեսնենք, թե ինչպես գարիք ունենք Սուրբ Հոգի Աստված, այսօր եկուր եւ հայտնե քո անձդ մեծի, եկուր եւ հայտնե քո անձդ յուրաքանչյուրիս, որտեվ դու գիտես մեր գարիքները, դու գիտես ուր ինգած ենք, ուր քո գարիքը ունենք, ուր քո քերբնական միջամտությանդ գարիք ունենք դեր։ Եվ այսօր եկու եւ լեցուր մեզ։ Այսօր գուզենք նորոգված դուրս ելնել։ Այսօր գուզենք զորացած դուրս ելնել դեր։ Եվ նոր հայտնությունով դուրս ելնել։ Նոր դեր փափակով քեզ խնդրելու եւ քեզ հետ քալելու, քեզ ճանչնալու, քո ցանդ լսելու, քեզ մե առաջնորդվելու, քեզ մե մխիթարվելու եւ կործելու եւ ծառայելու դեր։ Փառք քեզի դեր այսօր։ Շնորհակալ ենք որ մեզի լեցուցիր այսօր։ Շնորհակալ ենք որ դեր անգամ եւս այցելեցիր յուրաքանչյուրս այսօր եւ մեզի բաժինում դիվիր հոգի հետ դեր։ Եվ այսօր պիտի բաժնվենք դեր փոխված, նորոգված, զորացած դեր, նոր թափով դեր։ Ապրելու միայն քո փառքիդ համար, որտեղ դու արժանի ես դեր։ Փառք քեզի դեր այսօր։ Քո խոսքդ որ այսօր ցանվեցավ դեր, անիգա այսօր դու եկուր եւ չրե, որբեսի անիգա արդյունք տա, բդուղ տա 30, 60 եւ 100 եւ քո անունով փառավորվի մեր կյանքի մեջ։ Այս բոլորը խնդրեցինք Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։